Պարոն Հասան Ջալալյան, Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադառնալով Արցախահայության բռնի տեղահանման հարցին, ասել է, որ նրանք փախել են, ճողոպրել են, որ չեն կռվել, որ զգուշացրել է Արցախահայության ներկայացուցիչներին, եթե դուրս գաք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինի։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը։ Գիտեք, ես ձեր հարցին այսպես կարելի է տալ եւ այսպես կարճ համառոտ պատասխան եւ ծավալուն պատասխան, բայց մեր զրույցի ձևաչափը հաշվի առնելով ես կփորձեմ դա համառոտ ձևակերպել։ Ուրեմն սրա հակադարձումը պարզ, շատ պարզ եւ այսպես լայն հանրությանը ընկալելի հասկանալի լեզվով դա ուրեմն հայկական կողմի Արցախի պաշտպանության բանակի ուրեմն զինծառայողների եւ հակառակ կողմից թշնամու զինված կազմավորման ստորաբաժանումներում տված սոհերի քանակն է։ Սա այս ցուցանիշը երկու կողմի, եթե Նիկոլ Փաշինյանը վերցնի եւ տեսնի թե ինչ ուրեմն ցուցանիշներ են այնտեղ արձանագրված, ապա պարզ կլինի, որ փախնել, ճողոպրել եւ նման կարգի ուրեմն հասկացությունները տեղին չեն, երբ այսպես բնորոշվում են Արցախահայության վարքագիծը։ Թշնամին տվել է հսկայական կորուստներ, այո, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները նույնպես տվել են կորուստներ, եւ սա այն լավագույն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը, Արցախի պաշտպանության բանակը պայքարել են եւ մինչեւ վերջին պահն էլ ուրեմն փորձել են իրենց հողին կարճած մնալ, բայց այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուրեմն արցախատիաց քաղաքականության վարման հետևանք է, դրա դրսևորումներից մեկը, ըստ որում դա ունեցել է բազմաթիվ դրսևորումներ, իր արցախատիաց քաղաքականությունը մինչև իր վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նաև բազմաթիվ ցցուն փաստեր կան այդ մասին, որից մեկ-երկուսը ես կուզենամ հիմա այսպես հիշատակել։ Ուրեմն առաջին ցուցիչը կամ առաջին փաստը, այսպես ասեմ, դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը Պրահայում Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստն է, որով փաստորեն ուրեմն Նիկոլ Փաշինյանը այսպես կոպտորեն խախտել է Արցախի եւ Հայաստանի օրենսդրությունը եւ մասնավորապես ուզում եմ շեշտադրել Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավական ներպետական օրենսդրությամբ, իրավական ակտերով ստանձնած հանձնառությունները։ Ըստ որում այդ հանձնառությունները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք են նաեւ վերա այսպես ձևակերպել, դրանցից մի փաստաթուղթը դա 2020 թվականի ներողություն հուլիս-օգոստոս ամիսներին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, երկրորդ փաստաթուղթը դա Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-ից 26 թվականների ծրագիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետության ուրեմն Հայաստանի Հանրապետությունը հստակ հանձնառություններ է վերցրել իր վրա, որպես Արցախի անվտանգության երաշխավոր եւ նաեւ ճանաչել է եւ շարունակել է վերահաստատել իր դիրքորոշումը առ այն, որ ԵՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միջազգայինորեն ճանաչված միակ ձևաչափը հանրահայտ միջազգային իրավունքի հանրահայտ 3 սկզբունքների համաձայն։ Հիմա այսքանը Նիկոլ Փաշինյանը դնում է մի կողմ, անտեսում է եւ վկայակոչում է Արցախի հայության փախուստը կամ իր ձևակերպմամբ ճողոպրելը։ Սա նույնիսկ չի դիմանում նվազագույն քննադատությանը, ելուր մնաց թե այսպես լուրջ ուրեմն կարողանային հիմնավորել իր խոսքը, իր հայտարարությունը։ Իսկ ինչ վերաբերում է նախքան պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի, ապա ես այստեղից ունեմ իմ ձեռքի տակ 1999 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը հրապարակված է Հայաստանի Հանրապետություն թերթում։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը որպես օրագիր թերթի խմբագիր հրավիրել է մամուլի ասուլիս ապրիլի 16-ին եւ հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, իսկ բոլոր իր ձևակերպման հարաբաղցիները, ովքեր գտնվում են Հայաստանում, նրանք փախստականներ են։ Թերևս համառոտ այսքանը ձեր հարցադրման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բռնի տեղահանությունների եւ ցեղասպանության մասին մեր բոլոր խոսակցություններին ի պատասխան կարող են հայելային արձագանքներ լինել։ Դրան ինչպես կպատասխանեք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը նույնպես ուրեմն քննադատությանը չի դիմանում, նրա հայտարարությունը, եթե այսպես կրկին զանգվածների համար ընկալելի ձևով մեկնաբանենք,
պետք է ասենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դրանք վախից, անճարակությունից դրդված հայտարարություններ են եւ ուրեմն ընդհանրապես ադրբեջանական կողմից ինչ այսպես հայտարարություն, պահանջ եւ այլն հնչում է, ժամանակը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը դրանք բոլորը ժամանակի մեջ մեկը մի քիչ ուշ, մեկը մի քիչ շուտ իրականացրել է։ Տեսեք, հիմա այլ խոսում է սահմանադրությունը փոխելու մասին եւ այլն, անկախության հռչակագիրը սահմանադրության նախապանից հանելու մասին եւ այլն։ Սա մեկին մեկ համապատասխանում է Ադրբեջանի օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի պահանջին եւ Նիկոլ Փաշինյանը ուրեմն կատարում է այս պահանջը։ Իսկ հայլային այսպես անդրադարձի մասին, երբ որ ինքը ասում է, երբ որ մենք այստեղից ինչ որ բան ենք ասում, նրանք էլ այնտեղից են ասում, սա կրկնում եմ թույլ ուրեմն այսպես խնդրին նախ ընդհանրապես պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման, հետագա զարգացման եւ ընդհանրապես կարգավորման ուղիներին այդ մարդը չի տիրապետում։ Այդ մարդը իր կենսագործունեության ընթացքում երբևէ չի զբաղվել այդ խնդրով, այսպես որքան էլ որ ինքը իր կարծիքը այս կամ այն առիթով պատգամավոր եղած ժամանակ դրանից առաջ, որի մեկ օրինակը ես հիշատակեցի քիչ առաջ, ինքը միշտ խոսել է հակաարցախյան պրո-ադրբեջանական դիրքերից։ Հիմա դուք ուզում եք, մենք ակնկալում ենք, որ ինքը պիտի արդեն վարչապետի պաշտոնում խոսի ընդդեմ Ադրբեջանի, կարծում եմ, որ իր այսպես հակաարցախյան խոսույթները ընդհանրապես տեղավորվում են իր վարքագծի մեջ, թե մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը եւ թե վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման եւ կարգավորման վերաբերյալ ունեցած պատկերացումներին։ Կրկնում եմ, այդ մարդը միշտ բոլոր ժամանակներում Արցախը համարել է Ադրբեջանի մաս եւ մշտապես հանդես է եկել պրո-ադրբեջանական, պրո-թուրքական, հակաարցախյան այսպես դիրքերից։ Բայց նաև ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ եւ այլն։ Ես ասեմ ձեզ, շատ լավ հարցադրում եք անում, ես անդրադառնամ դրան։ Ուրեմն ես հիշատակեցի 99 թվականի փաստ։ Հաջորդ մի փաստը դա 2001 թվականին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ 2001 թվականի մայիսի 22-ին իր իսկ խմբագրած թերթում, հայկական ժամանակ թերթում հրապարակել է ինքը մի հոդված, որտեղ ասել է, որ ես չեմ պատկերացնում, ես սա բովանդակային առումով եմ մեջբերում, բառացի հիմա մեջ չեմ բերում, չնայած եթե հարկ լինի, դա իմ այսպես նաև ցույց կտամ, կվկայակոչեմ, որ ես չեմ պատկերացնում, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ հողերը մենք չվերադարձնենք, մերը թողած ուրեմն այսպես աչք են գցել ուրիշին, ինչու այդ հողերը չպիտի լինեն Ադրբեջանինը եւ այլն։ Այս մարդու խոսույթը սա է եղել։ Իսկ այն, որ ինքը ասել է, որ Արցախը Ադրբեջան, Արցախը ուրեմն Հայաստանը եւ վերջ, երբ որ ինքը ուրեմն այդ մասին հայտարարեց Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Եվ ընդհանրապես այսպիսի ընդհանրում ես ուզում եմ ասել, որ այսպիսի հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ երևի թե 1-2-ը կարան վկայակոչեք։ Իսկ դա ինչով է բացատրվում։ Դա ոչ թե բացատրվում է Նիկոլ Փաշինյանի սերն առ Արցախ եւ այլն, ոչ։ Սա ընդհանրում ես ուզում եմ մենք չմոռանանք, որ դա երբ է ասվել, եւ Նիկոլ Փաշինյանը նոր է ստանձնել վարչապետի պաշտոնը եւ այնտեղ դա հայտարարեց։ Սա ուրեմն առաջինը սա ինքը նմանատիպ հայտարարություններ արել է, բայց իրականության մեջ ինքը այսպես համոզված հակաարցախյան դիրքորոշումներ է ունեցել, որոնք ես վկայակոչեցի։ Սրանք ինքը արել է իր իշխանության հասնելու, իշխանությունը պահելու եւ նաեւ ինչու ոչ Արցախը Ադրբեջանին տալու նպատակադրմամբ։ Եվ նաեւ պատահական չէ, որ օկուպանտ Ադրբեջանի ղեկավարը Իլհամ Ալիևը իր հրապարակային խոսքում 1-2 անգամ ասել է, որ մենք սկսեցինք պատերազմը, մենք անցանք ռազմական գործողությունների իրականացմանը, նաև գլխավորապես հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանի եւ վերջ հայտարարությունը։ Այսինքն ինքը սրանով դրթել է, սադրել է հակառակորդին, թշնամուն, որ ուրեմն հարձակվի Արցախի հանրապետության վրա։ Իսկ ես ուզում եմ այստեղ մի այլ վարկած առաջ քաշել, բայց սա դերևս վարկած է, ես սրա վրա պնդում չեմ անում։ Գուցե սա եղել է օկուպանտ եւ ցեղասպան
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություններից մեկը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արտուր Վանեցյան մի քանի անգամ ուրեմն արաբական երկրներում հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցին եւ նրանից ստացել փակ ծրար Իլհամ Ալիևի կողմից ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Վերև տվել է Նիկոլ Փաշինյանին եւ նորից մեկ այլ ծրար տարել տվել է իր ադրբեջանցի պաշտոնակցին։ Հիմա ես հարց եմ տալիս. ինչ է գրված եղել այդ ծրարների մեջ։ Ինչու հայտ չի դարձվել հանրությանը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ եթե Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտ գա նույն լուծում, որ ես համարեմ որոշակի չափով այսպես ընդունելի կամ եւ այլն քննարկելի, ես դա կբերեմ հրապարակ, սիրելի ժողովուրդ, եւ մենք միասին կորոշենք։ Դա ասել է իր ուրեմն հավաքներից մեկի ժամանակ, եւ ըստ իր խոսքի 3 միլիոն վարչապետերով պիտի որոշեին, թե որ ճանապարհով են գնում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորելու նպատակով։ Այնպես որ այդ հայտարարությունը, թե Արցախը Հայաստանը եւ վերջ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, դա ուրեմն իր իրական մտադրությունները քողարկելու, թաքցնելու նպատակ է հետապնդել։